անցած տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ազգային ժողովում, որ կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը առհասարական դրա բացակայությունը ավելի ճիշտ կարող է պատճառ դառնալ տվյալ կուսակցությունների ընտրություններին չմասնակցելու։ Այս իմաստով ուզում եի հետաքրքրվել, պատրաստվում է այս փուլում որևէ օրենսդրական նախաձեռնություն եւ հնարավոր է առհասարակ, որ ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում իշխանությունը հենց այս պատճառաբանությամբ չթողնի իրեն քննադատող եւ առավել աչքի ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող եւ ռեսուրսներ ունեցող ուժերին մասնակցելու այդ ընտրություններին։ Շնորհակալություն շատ հարցի համար, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Նախ ուզում եմ նշել, որ կուսակցությունների թափանցիկության առնչվող նոր կարգավորումներ ընդունվել են անցած տարվա ընթացքում, այսինքն մենք փոփոխել ենք կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքը, ընդ որում քննարկումները եւ ընդունումը, եթե չեմ սխալվում, 2024-ի վերջին, 2025-ի սկզբին էին ու տեղի են ունեցել նաեւ ընդդիմության հետ բազմաթիվ քննարկումներ այդ ընթացքում, որպեսզի փորձ լինի կոնսենսուսով որոշակի կարգավորումներ ընդունելու, վերջում իհարկե ընդդիմությունը չքվեարկեց կամ դեմ քվեարկեց, չեմ հիշում, բայց իրենք եւս մասնակցել էին այս process-ին ու թափանցիկության առնչվող բազմաթիվ կարգավորումներ կան, օրինակ, բանկային մեկ հաշիվ ունենալու պարտականությունը, վերին շեմը, որով կարող են փոխանցումներ անել ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձին տվյալ կուսակցությանը կամ հիմնադրամին, այնտեղ հայտարարագրեր ներկայացնել, ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պահանջը եւ այլն, բայց մնացին որոշակի բացեր, որոնց հետ կապված մենք մեր սեղանին դրած օրենսդրական մշակած փաթեթ ունենք, բայց վերջերս քննարկեցինք, որ ձեր ասած երևույթից խուսափելու համար այս պահին գուցե եւ նպատակահարմար չէ այդ խաղի կանոններ, ոչ թե նոր խաղի կանոններ սահմանելու, այլ խաղի կանոնները ավելի կարգավորելու տրամաբանություն որդեգրելը, այս պահին դեռևս որոշում չունենք փոփոխություն անելու ենք, թե ոչ ամենայն հավանականությամբ չենք անի, բայց եթե այդ օրենսդրական փաթեթը, որի մասին որ ես խոսում եմ, նույնիսկ ընդունվի ընտրություններից առաջ, հայտարարում եմ, որ դա որևէ խաղի կանոն չի փոխելու, այսինքն եղած խաղի կանոնների մասին է խոսքը, բայց այստեղ մենք ուրիշ խնդիր ունենք, որին ուզում եմ հրավիրել նաև հասարակության ուշադրությունը եւ նաև քննադատական այսպես մոտեցում ձևավորելու անհրաժեշտությունը, մենք գերկարգավորել ենք արդեն եղած կարգավորումներով կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, բայց ուշադրություն դարձրեք, որ կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված հարաբերություններն են կարգավորված, այսինքն են շարժումների, նախաձեռնությունների, ֆինանսավորման թափանցիկության հետ կապված հարցերը կարգավորված չեն, եւ դա շատ դժվար է կարգավորել, այսինքն եթե այսօր կա կամ ձևավորվում է ինչ-որ քաղաքական նախաձեռնություն, որը չունի կուսակցության կարգավիճակ, հանրությունը փաստացի չի կարող իմանալ, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվում այդ ուժը, որովհետև մի պարզ պատճառաբանություն կա, կուսակցություն չի։ Հետո կանխիկի շրջանառության հետ կապված խնդիր ունենք եւ այլն, եւ շատ ցանկալի կլինի, չնայած չկան այս մասով օրենսդրական կարգավորած, քաղաքացիները պահանջատեր լինեն եւ ուշադիր լինեն այն առումով, թե որ մարդկանց կողմ կամ որ ուժերի կողմից են ֆինանսավորում նաեւ քաղաքական մի շարք նախաձեռնություններ։ Իսկ կուսակցությունների ֆինանսավորման մասով արդեն պատասխանեցի։ Շնորհակալ եմ, եթե կարելի է եւս երկու փոքր կարճած։ Մյուսներին էլ հնարավորություն տան։ Գործընկերներս խախտել են, խնդրում եմ արդարության սկզբունքով։ Դուք էլ խախտեք։ Ես եմ խախտում, այո։ Տիկին Գալյան, այժմ վերջերս օրենք ընդունեց, որ եթե պարզվի, որ դիտորդն աջակցում է որևէ կուսակցության, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վարույթ հարուցել եւ ուժի կորցած ճանաչել նրա այդ հավատարմագրումը որպես առաքելություն։ Այս իմաստով հետաքրքիր է ինչպես եւ ինչ չափանիշներով է որոշվում տվյալ առաքելությունը սատարում է որևէ կուսակցության, թե ոչ։ Եվ կներեք կարճ հարց կապված հանրային գերակաշարի հետ, միած շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր կա, որ արդեն մի քանի տարի է հնարավոր չի իրականացնել, խոսքը հարավ-արևմտյան թաղամասի այդ հյուսիս-հարավ ճանապարհի մի փոքր հատվածն է, որը պետք է
ավարտին հասցվի եւ միանա հիմնական այդ մագիստրալին եւ այդտեղի անշարժ գույքի սեփականը տերերը մշտապես խնդիրներ են ստեղծում, բարձրաձայնում, այս հարցը կլուծվի ձեր ասած նախաձեռնության շրջանակներում վերջապես։ Վերջին հարցը պատասխանը այո, ինչու, որովհետև սեփականության իրավունքի փոխանցումը դատական վեճերով այլևս չի պայմանավորվելու եւ այդ դատական վեճերն են, որ պատճառ են ժամանակի երկարաձգման։ Իսկ ինչ վերաբերում է դիտորդական առաքելություններին, ապա մեր օրենսդրությունը շատ վաղուց կարգավորում է դիտորդների հետ կապված հարաբերություններն այն համատեքստում, որ դիտորդները պետք է լինեն անկախ։ Բայց մենք ունենք մի իրականություն, երբ դիտորդական առաքելություն իրականացնողների նույնիսկ կազմակերպության անունները նմանվում են կուսակցությունների կամ քաղաքական նախաձեռնությունների անուններին եւ արժի կողմից այդ նախագիծը, որ շրջանառվեց եւ ընդունվեց, միտում ունի բացառելու այս դեպքերը առաջնահերթ եւ մյուս դեպքերն են արդեն կենտրոնական դրական հանձնաժողովը գնահատելու, այսինքն որևէ ազդեցություն կողմնակալ, բացի այն գործառույթից, որ դիտորդը պետք է իրականացնի օրինակ անկախ առաքելություն եւ հետո զեկույցի տրամադրում։ Իրականացրել է այլ գործունեություն, թե չէ, օրինակ չգիտեմ, երբեմն շփոթում են վստահված անձի գործառույթների հետ դիտորդները իրենց առաքելությունը։ Եթե շեմը անցավ, յուրացրեց այլ անձի լիազորություններ, խառնվեց գործընթացի նկատեղամասում եւ այլն, եւ պահեց այնպես, ինչպես չի ենթադրում դիտորդի առաքելությունը իրեն պահել, այս դեպքում պետք է լինի համապատասխան միջամտություն, սրա մասին է խոսքը։